Սուրբ Եղիսի անուն քո, եկեսե արքայություն քո, եղիսին կամ քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանապազորձ, տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մենք թողնենք մերով սպարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյաս մեզի չարեր, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառքավիճանից ամեն, ըստ գործը զերած մերոց ուղի գարայի մեզ Տեր, եւ ըստ գործը զերած մերոց հաջողյա մեզ Տեր, ամեն։ Ոգի արդար։ Եկեք առաջ, Եվեցին իր զավակները գտնվում է մեզ Պաուլոս շրջանի մեջ, այս կիրակի արդեն երրորդ կիրակին է, որ եկեղեցու հայրերը անվանակոչել են անառակի կիրակի կամ անառակ որդու վերադարձի կիրակի, հիմք ընդունելով այդ օրվա ավետարանի հատվածը, որտեղ Քրիստոսի պատմված առակն է հնչում, չեմ ուզենա շատ այդ առակի վրա ակերպանալ, դու վստահ եմ ինձանից ավելի լավ շատ կարդացել եք եւ անգիր գիտեք նույնիսկ։ Մի փոքր անդրադարձ կատարեմ Բախ հասկացողությանը։ Որպես հոգևորական միշտ, երբ մոտենում ենք մեծ բանկի շրջանին, մարդիկ, որոնք փորձում են Բախը պահել, իրենց հարցադրումը առաջին մոտեն հոգևորականին ասելով, մեծ Բախի ժամանակ ինչ պիտի չուտեմ կամ ինչ պիտի չանեմ։ Ես կողմնակից կլնեմ, որ ինձ մոտեցողը հետևյալը հարցնի, օրինակ, ձեր հայր մեծ Բախի ընթացքում ինչ կարամ ուտեմ կամ ինչ կարամ անեմ։ Այդ չտարը սկզբից չասվի, որտեղ չանելու պրոցեսը միսակ Բախի մթնոլորտ է ստեղծում։ Վայ որ անեմ, այդ վայը սահմանափակում է նաև որոշակի իրողություններ։ Սննդի առումով բոլորս շատ լավ գիտենք այդ կոնկրետ այս սննդի պարագան, որ կենդանական ծագում ունեցող սննդից հրաժարվում ենք, օգտագործում ենք բուսական։ Ես ճշտում եմ կատարել, օրինակ մեղրը մեծ Բախի ընթացքում կարելի է օգտագործել, որտեղ մեղուն իրենից չի հանում մեղրը, այլ ինքը պատրաստում է։ Մեղրը կարող է օգտագործել։ Ուտելիքի հետ կապված ավետարանում Քրիստոս ասում է ոչ միայն հացիվ, այլ նաև բանդիվ Աստծո խոսքով։ Հետաքրքիր է, որ Քրիստոսի խոսքի մեջ չի ասում հաց պետք չի, նյութական սնունդ պետք չի, այդպիսի բան չի ասում։ Ոչ միայն, ոչ միայն, այսինքն թե ֆիզիկական կերակուրը, թե հոգևոր կերակուրը, որ այս պարագայում Աստուծո խոսք ավետարան Սուրբ Գիրք ընթերցանությունն է, եկեղեցական արարողակարգի մասնակից լինելը, աղոթելը, պետք է այդ զուգահեռ լինի։ Պետք չի մեկը անտեսել, մյուսին ավելի տալ կամ հակառակը։ Ինչու՞։ Որովհետև մարդը միայն հոգի չէ, այլ նաև մարմին է։ Որտեղ մարմինը տկարանում, հիվանդանում ես, պատառող չես լինում, ջերմությունը բարձրանում է, իմունիտետը տնկնում է, ցավերի մեջ դժվարանում ես։ Հանգիստ մտքով Սուրբ Գիրք ընթերցես կամ հաճախես եկեղեցի, 2 ժամ 40 րոպե կամ պատերագին մասնակցես։ Այսինքն մարմնի խնամքը եւ հոգադարությունը պետք չի անտեսել։ Մեկ այլ տեղ Քրիստոս հետևյալն է ասում, ասելով այն ամենը ինչ որ մտնում է բերանից, դա չէ որ մարդուն բղծում է, այն ինչ որ դուրս է գալիս, որտեղ դա դուրս է գալիս սրտից։ Սաղմոսները ինչու հիշեցի, այդ սիրտ սուրբ հաստատյալից, մաքուր սիրտ։
մեր հակահանաներից մեկն այսօր քարոզի ժամանակ լավ օրինակ բերեց, ասելով օրինակ, մայրը զավակի համար կերակուր է պատրաստում, զավակ անչափահաս է, պաղ չի պահում, երևի կարակով է պատրաստել կամ մսի բույլոնով, և ասում է փորձում է համատեսնի, դու իր զավակին պիտի տա։ Աղի է, թե անանի է, կամ ինչպիսին է երբած է, թե երբած չի։ Եվ ասում է, վայ, ես ամբողջ պարքը խախտեցի։ Դա էլ ճիշտ չէ։ Առանց վարքում, եթե շատ հետ ընթերցել եք, կհանդիպած կնեք այս պատմությանը, ես առանց վարքը ընթերցել եմ 21 տարի առաջ, 2004 թվականին, և այդ ժամանակ հարավ-արևմտյան թաղամասում, որտեղ եմ բնակվում, Սուրբ Երրորդություն եկեղեցին դեռ կառուցված չէր, վագոնչիկ դոմիկ էր, ժամերությունները այնտեղ էին կատարում, եթե մարդիկ են եղել, որով մասնակցել են այդ ժամանակ, այնտեղ ես Հայր Միքայելը նաև մեր բակից էր, ինքը ուսանող էր այդ ժամանակ, միասին շապիկ են գաղնում, և այդ ժամանակ եմ ընթերցել, այդտեղ մինչև հիմա օրս հիշում եմ, 21 տարի է անցել։ Հայր Պիմենին է վերագրվում կարծեմ, երբ որ ասում է Հայր Պիմենը ուխտ էր կատարել, որ իր կյանքի ընթացքում գինի չպիտի խմի։ Բայց երբ որ հյուր էր եթում կողի խուցը եղբայրներին այցելության և եղբայրները եղբայրական սիրուց դրդված ուզում էին հյուրասիրություն կատարեն, պատվեն հյուրին, գինի էին հյուրասիրում, Հայր Պիմենը չէր բարձրաձայնում, ասելով ես ուխտ եմ արել չեմ խմում, այլ սիրով հոժարական խմում էր և գալիս էր իր խուցը, երբ որ վերադառնում էր ետ, հիշում էր, քանի գրամ, կում կամ բաժակ է խմբել և այդ օրը այդքան ջուր չէր օգտագործում։ Մենք պահքի պահելու ընթացքին մեջ հեչ կարևոր չէ, սիրելիներ, դիմացի անձը մտածի, որ դու պահք ես պահում, դու պահքի մեջ ես։ Եթե կհարցնի, որպեսզի դա լինի նաև օրինակ իր համար, դա ուրիշ խնդիր։ Բայց ես օրինակ բակում շրջում եմ, ինչու պիտի որևէ մեկը զգա, որ ես պահք եմ պահում, չէ որ դա հոգևոր ապրում է, ներքին ապրում է։ Ես կարող եմ մտքում աղոթք եմ անում, բայց ժպիտով զբոսնում եմ, կամ սուրճ եմ ըմբում։ Ես իմ մտքում կարող եմ Աստծու հետ եմ, ասելով Ոչ սուրճը խմեմ Տեր Աստված ինչ կրի, ես զրուցում եմ, օրինակ, դիմացինը արտաքինն է նայում, իսկ Աստված, ինչպես որ Սաղմոս ասում, սրբին կողմնակիցն է։ Անցնենք սննդից այսքանը, երբ որ ձեր զավակին կամ թոռնիկին կերակուր պատրաստելուց դինեք և մի պահ խախտում անեք, ոչինչ, կարծում եմ։ Հոգևոր առումով, որ ինչ անենք, Քառասունութ օրերը ես իմ անունից կարող եմ խոսել ինձ համար ավելի շատ ինձ համար մեծ պահքի ընթացքը ինքդ քեզ ներսդ տեսնելու, ճանաչելու, անկեղծ տեսնելու և ճանաչելու օրեր են։ Շատ լավ կլինի, օրինակ, եթե ննջելուց առաջ 10-15 րոպե պետք չի բարեր ասել այդ ժամանակ, պարզապես քեզ ոնց ես դիմացին հուտկորեն փորձում ես ճանաչես, այդ ձև ինքդ քեզ մի հատ նայես։ Բարսեղ կեսարացու խոսքերը կան, նայիր քեզ և կտեսնես Աստծուն։ Մեր օրերում մարդիկ ավելի շատ նայում են դիմացինին, դրա համար Աստծուն չեն տեսնում։
մի գեղեցիկ ժեստ կա ձեռքերին։ Երբ որ դիմացինին մեղրով ցույց ես տալիս, օրինակ Արմանին։ Բայց այս 3 մատը քեզ է ցույց տալիս։ Մի մատով մեկին, բայց 3-ը քոնն է։ Քեզ ավելի շատ է ցույց տալիս։ Սա է պահքի մի մտորման ընթացք է։ Շատ հեշտ եւ հաճելի փրկության միջոց բանալի Մատթեոսի ավետարան 7-րդ գլուխ առաջին համար, մեկ համարը։ Մի դատիր եւ չես դատվի։ Այսօր յուրաքանչյուր մեկս վստահ եմ այստեղ ուզում ենք, որ Աստծո կողմից չդատվենք։ Չէ՞, որտեղ Աստված արդարադատ է։ Եթե Աստված արդար դատի, ինձանից սկսած որևէ մեկով վերջացած չի կարող փրկվել։ Եթե Աստված արդար դատի։ Բայց մենք դա չենք ուզում, չէ՞։ Ինչքան գիտենք, որ արդարադատ է։ Բայց նաև գիտենք ողորմած է, հայր է, սեր է, գթության վեր մոտենում։ Դրա համար Քրիստոս իմանալով, որ կարծում եմ, իմանալով մենք այսպես մտածենք, որ չենք ուզում դատվում, ավետանում ասեց, մի դատիր և չես դատվի։ Նայենք մեր շուրջը, այսօր ինչն է ամենաշատը, վատ երևույթը, մեկը մյուսին, թե իրական կյանքում, թե համացանցային, օնլայն, ճիշտ բառ օգտագործում կյանքում, մեկը մյուսին դատել, նախատել, փնովել, թերությունը տեսնել մի անգամից բարձրաձայնել, մեղքը տեսնել մի անգամից, այն ոնց որ խոշոր շահում ա մնում մեկը, երբ որ դիմացինի մեղքը իմանում ա կամ տեսնում որ բարձրաձայնում ա։ Լավ, ասենք թե Տեր Մատթեոսի մեղքը որևէ անց տեսա։ Օրինակ Արմանի վրա եմ ֆիքսվել այսօր, կենտրոնացել։ Արմանի անունն եմ հիշում։ Այ լավ, բարձրաձայնեց։ Օրինակ, տեսավ եւ բարձրաձայնեց շրջապատում։ Այ լավ, իմ օգուտը օգտակարությունից եղավ։ Արմանին օգտակարություն եղավ։ Լսողներին օգտակարություն եղավ։ Քայլ, որ 3 կողմին էլ որևէ մի օգտակարություն չեղավ։ Բայց օրինակ, հակառակ պրոցեսը, Արմանը տեսավ, մոտեցավ, ասեց Տերաջան, կներես իր որպես եղբայր ընկեր, բարեկամ, սիրելի, հարազատ, այս բանը տեսա, ես ունեմ տարբերակ լսելու, շտկելու, կամ ասելու Արման ջան, ես էլ գիտեմ դա, վստահ եղի, որ գիտեմ։ Պարզապես ես էլ ունեմ իմ թույլ կողմերը, կփորձեմ, դու ինձ համար աղոթիր, ամենալավ բան որ կարաս անես, որ Աստված ինձ ուղղորդի։ Եվ վերջ։ 3 անձներ, 3 կողմներ շահեց։ Ես կվերանայեմ, Արմանը սիրո մեջ մնաց, շրջապատներ, բամբասանքից կամ այս ուտեսունից ձերս մնաց։ Ավելի լավ չէ՞ այդ տարբերակը։ Որովհետև եթե այսօր որևէ անձս մեղք գործում է, մի մեղք, X մեղք, Y մեղք, Z մեղք, որևէ մեկը ապահովագրված չէ, սիրելիներ, որ 1 ժամ հետո կամ մի օր հետո այդ նույն մեղքը ինքը չի գործում։ Որևէ մեկը ապահովագրված չէ։ Ժողովուրդը լավ խոսք ունի, երբեք մի ասա երբեք։ Բայց օրինակ այս մանավանդ այս մեծ պահոց ընթացքին մեջ այդ Մատթեոսի ավետարան 7-րդ գլուխ համար առաջի համարը լավ կնի առավոտյան երբ որ քնից արթնանում ենք երեսն ենք լվանում չէ ես օրինակ իմ անձնականից փորձից ասեմ հայրմերս այդ ժամանակ եմ ասում առավոտյան առաջին հայրմերը հենց լվացվելուց մտքով եւ հիշել է տողը այսօր չպիտի դատվեմ, որ երեկոյան չդատվեմ։ Այս պահքի շատ լավ կարմիր գիծ։ Եվ երբ որ 48 օր հետո արդեն երբ որ դու մի բանի մեջ շատ ես մնում,
Դա արդեն ոնց որ դառնում է սեփականություն, քոն, էություն է դառնում։ Իսկ զատկի օրը հարության տունը երբ որ մասնակցես օրինակ ճառագայթին պատարագի, որ պիտի հաղորդությունը ստանաս, որպեսզի Քրիստոսի հետ մեկ դառնա, որտեղ պահքի նպատակը դա է։ Քրիստոսի հետ մեկ դառնալ։ Չէ՞, ամեն քայլի նպատակը, բարի բանի նպատակը մեկն է, անց եւ Քրիստոս միանալը։ Այդ ժամանակ երբ որ պահել ես կանգնես, կողքինդ հրի ասի ինքոն գնա, ես պիտի մոտենամ ուշանում եմ բան, չդատես, չկռվես, հանգիստ կրճով մոտենաս հաղորդություն ստանալը։ Ես կարծում դա ավելին է այդ խրճի հանգստությունը, քան օրինակ 40 տարվա ընթացքում մեկ օր, չգիտեմ, պատահական կամ գիտակցաբար սննդի առումը խախտեցիր։ Որովհետև Քրիստոս գալիս որտեղ է բնակվում։ Ստամոքսում, կոկորտում, վերանում, սրտով։ Իսկ դատում ենք սրտով, ոչ թե ուտելիքով։ Եկեղեցու հայրերն են ասում, որ պահքի ընթացքում երբ որ որևէ սնունդ չես ուտում դու, դրա փոխարեն, քո փոխարեն դա պիտի ուտի աղքատը։ Մենք քո պահում ենք։ Արդեն քանի օր է, մոտ 10 քանի օր, չէ՞, պահքանցել է։ Մեր պահքը որ պահել են, որ ոչ չեն կերել։ Անկեղծ։ Մեր փոխարեն որ մեկը կերել է։ Եթե այո, շատ հաջողել ենք։ Եթե ոչ, եթե փորձենք կատարել, որպեսզի հաջողենք։ Այսօր մեր շրջապատում աղքատներ ցավոք սրտի շատ կան։ Այնպես չի որ չենք գտնի այդ պահին։ Մի փոքրիկ երեխա չեն գտնի օրինակ, որ իրեն քաստրավենիկով, երեխաների սիրելի քաստրավենիկը, քանի որ 3 զավակ ունեն, փոքր են եղել գիտեմ, ինտերսուպրիզմ է, օրինակ։ Համ չկերածը ողորմություն արեցինք, համ էլ մի հատ շփիտ պարգևեցինք։ Օրինակ մարդիկ կան, ասում են չենք իմացել, բայց այսինչ օրվա համար, որ ընկել է մեզ պահքի մեջ, մատաղ ենք խոստացել։ Այս պահքի ընթացքում մատաղ մսի տեսքով, կենդանու տեսքով չի կատարվում, որտեղ պահք է։ Բայց ինչ անեն, ոնց անեն, ամեն բանի լուծումը շատ հեշտ կա։ Այդ գումարը ու պիտի ասա կենդանուն գնես եւ մատաղ անես, այդ գումարը մի աղքատ ընտանիքի կոմունալը վճարի, այդ է բնակի ճանդը չմրսի, չհիվանդանա։ Ընդունելի չես է։ Ցանկացած հարցին լուծում կա, եթե կա ցանկություն։ Ինչքանով հաճելի կլինի ես տանը տաքուկ նստած ամ Տիտին Մարիսայի նվիրած համոզած գիրքը կարդամ, աղոթեմ, ընթերցեմ, բայց դիմացից հարևանի երեխան լողացնելով պարկասնում։ Ինչ է կարծում աղոթքս կընդունվի։ Չի ընդունում։ Որտեղ Քրիստոս ինքն է ասել։ Ումը որ ծարավ էի ջուր տվեցիր, կերակուր տվեցիր, բանտում է, հիվանդ է այցելեցիր։ Կամ օրինակ մարդիկ են եղել, որոնք այսպիսի մոտեցում են ցուցաբերել, ասելով, որ այս ժամին իմ աղոթքի ժամն է, դիմացի հարևանը մահամերձ է։ Կոնես շտապօգնություն զանգահարես, չունեմ։ Հեսա 10 րոպեից կմոտենամ, վերջացնեմ նավեք աղոթակիքս ընթերցեմ, վերջացնեմ կմոտենամ։ Քո համար կաղոթեմ, սպասի։ Ինչ ֆակտը, որ եկա ոչ սպասի։ Այդ սիրո դիմացին սիրելու, հոգատարելու, խնամք տանելու, հոգատարություն բերելն ավելին է։ Որովհետև ցավոք սրտի մեր օրերում մարդկանց հետ շփվում ենք, կարող է հաջորդ օրը այդ մարդուն էլ չտեսնենք։ Ննջի։ Մի ընկեր ունեմ, աշխարհիկ ոչ թե որական այլ աշխարհիկ ընկեր է, ասում է
Երեկոյան որ ընկերներից հաջող եմ ասում, բոլորին ջերմ եմ գրում։ Ասեցի ինչու։ Բայց մեկը առավոտյան մեկին չտեսնեմ կամ ինչ չտեսնեմ։ Չզար։ Այո։ Պահքի այս ընթացքը, չունեմ, եթե դեմ չեք, ավելի մտորեք այսպիսի ընթացքին համար։ Այսպիսի մոտեցումների համար։ Ժպտացեք։ Ես պատանեկի ընթացքում շատ եմ հաճախ ասում, մարդիկ բոլորը տխուր են։ Ոչ թե մարդը մտածում է այդ մեղավորության այդ խնդիրը, կամ եթե եկել հասես այն պատրաստի հաղորդում ստանաս, երեք մտածել մեղքերի մասին, խոստովանվել օրինակ։ Բոլորը այդ բանը տխուր են։ Ինչու՞։ Եթե լուրջ են։ Չէ, լուրջը դեմքը ուրիշ է, տխուր դեմքը լրիվ տարբերվում է։ Տարբերակվում է իմ կողմից իհարկե։ Երբ որ այդպես ժպտեք, ես ժպտում եմ։ Ասում եմ ժպտեք։ Չէ, ինչ եմ, լավ օրինակը բերեմ, հասկանամ։ Ես գիտեմ, որ մոտենում եմ փրկվելու։ Այս վարքյանն է, սա մոտենում եմ փրկությանս։ Ես տխուր կլինեմ, կամ ձեր ասած լուրջը կլինեմ։ Ես ինձ շեցի, դրա համար ես լուրջ եմ։ Կարող է ուրիշի համար տխուր է երևա։ Շատ բան։ Դու մոտոնում ես Քրիստոսին, փրկության, փրկվելուն ես մոտենում։ Կարող է դինի քո վերջին հաղորդությունը։ Էլի լավ է։ Գարեգին առաջին երջանկեշարակ հայրապետի խոսքերը կան։ Ասում է, ժպիտը մարդու դեմքին փաստում է Աստծո ներկայությունը իր ներսում։ Երջանկեշարակ Գարեգին առաջին վեհապարի խոսքերից է, մտորումներից է։ Մեր օրում այդ ժպտալու պրոցեսը ես ինչի մարում եմ։ Կանայական ծառայության ընթացքում, որ այսօր ամսին, ասեն 10 տարի, 1 ամիս է ավել, այդ ծառայության ընթացքում, դեպքեր են եղել, երբ որ մարդը մոտեցել է եկեղեցի հոգևորականի հետ շոխրիցների հարցով զրուցելու կամ ինչ խնդիրների մասին, երբ որ ժպտացել ես կամ չունեմ, ժպիտով ես խոսել կամ հենց պարզապես ժպտացել են, անձը այդ դրանից ավելի է օգուտ քաղել, քան որոշակի գեղեցիկ մտքեր փոխանցել իրենից։ Եվ նույնիսկ բարձրաձայնել է ինձ հետագայում ասելով քո ժպիտը իմ սա հարցերը լուծեց դրել։ Ես կգամ արդեն կշփվեմ, խոսեմ։ Հարց բան, օրինակ բերեցի։ Իսկ մեզ պահքին չի արգելվում ժպտալը։ Այլ խրախուսվում է։ Որովհետեւ կողքինը տեսնի, այո, ես հայ եկեղեցու զավակ եմ, մեծ պահքի մեջ եմ, բայց շփտում եմ, որ ինքն են ասում, ես եկամ եմ։ Եվ դա կդառնա վարակիչ։ Դերից ուրիշ ասում է, չէ՞։ Խոժոր դեմքով պետք չի։ Այո։ Ծոմ երբ որ պահես, դեմքով դամ չիմանա որ։ Այո, ավելի վատ։ Նրանք հարոզին մեջ, ճիշտ է։ Փնտրենք կարիթներ օրվա մեջ, որ ուրախանանք, շփթանք։ Որտեղ ցավոք սրտի տխուր պահերը, մտքերը, իրողությունները, լուրերը շատ են։ Օրինակ այսօր, հենց այսօր ես առավոտյան երիտասարդ տղայի 28 տարեկան 40-ի կարգն է, գերեզմանոցում կատարում է։ Ես 37 տարեկան եմ։ Յանից մեծ եմ արդեն։ Բայց պետք է փորձել ուրախանալ։ Այդ ներքին ուրախությունը նաև արտաքինն է տալիս։ Հաջորդ, պահքի լավ տեսակ է մեր օրերում, շատ լավ, օգուտ տվող, վստահ եմ ասում, դեր վստահեցնում եմ, վիրտուալ օնլայն կյանքից հրաժարվելը։ Այդ Facebook համացանց, հասկացում եմ, Facebook, Instagram, եւ այլն։ Հրաժարվել։
Մարդիկան կարանուզի ասել են, աշխատանքից բնույթն է։ Բան։ Է շատ լավ, աշխատանքի բնույթը, երբ որ որևէ ինֆորմացիա տեղափոխելն է, դա WhatsApp, չգիտեմ, Viber, Telegram։ Բայց եթե մտնես Facebook, դու էլ նայես կամ ժողովանես, այդ արդեն չի։ Փորձեք։ Ինքնա բան չլինի, բայց իմ հեռախոսի մեջ չկա։ Նշի որ ես չունեմ։ Facebook-ել ունեմ, Instagram-ել ունեմ, այդ համացանց բանը։ Բայց չգիտեմ։ Եթե չեմ սխալվում, Ֆրանցիսկոս ներկայիս Հռոմի Ֆրանցիսկոս Պապն է ասել, այդ խոսքերին են վերագրում, ասում է երիտասարդներ, օրվա մեջ ինչքան անգամ որ մտնում եք համացանց, այդքան անգամ սրա փոխարեն սուրբ գիրք ընթերցեք։ Պատկերացնում եք, օրը 8 ժամ սուրբ գիրք կկարդան։ Մանավանդ երեկոյան ենք մտնում, չէ՞։ Կոնես 40 թորը, դա մեր 21-րդ դարում, մեր օրերում ամենալավ պահքը կլինի։ Դե ջնջեք։ Այս կիրակի, ինչպես խոսքի սկզբում ասեցի, անարակ որդու, արակի պատմությունն է։ Արակի ամբողջը կարծում եմ քրիստոնյա մարդու, մարդու ընդհանրապես, կյանքի ամբողջ ընթացքը ծնվելուց մինչև մահ, ֆիզիկական եւ վերջ խտասված է այդ արակի մեջ։ Անարակ որդու, որ այս կիրակին է, երրորդ կիրակին է, մեր Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում պատարակի քարոզն է ես եմ ընթերցելու, խոսելու, որը պատարակ, երբ որ վարակույրը փակ է, պատարակիչ քահանան մեկ այլ անձ է, քարոզ խոսող քահանան մեկ այլ անձ է, քարոզիչը, քարոզ խոսողը ես եմ, երբ որ քարոզն եմ պատրաստում, ընթացքի մեջ է, միտքը առակը բովանդակվում է հետևյալի մեջ, ով մեղավոր մարդ, երբ որ կզգաս այդ մեղքի գիտակցություն կունենաս, կզղջաս, չընկնես հուսահատության մեկ այլ մեծ մեղքի գիրկը, այլ հիշիր, Հայր Աստված, ձեռքերը բաց, դուռը չի կողպել փակել հետևիցը, սպասում է քո վերադարձին։ Ավելին, ոչ միայն կընդունի քեզ, այլ հագուստը կփոխի, կոշիկները կփոխի, մատանին կդնի մարտի, կվերադարձնի նույն իշխանությանը, որ մինչ գնացել էիր։ Ոչ միայն դու գնացել էիր, այլ նաև իրենից վերցրել էիր քեզ հասանելիքը, դա էլ տոկոսով կամ այդ վիճակով չի պահանջի։ Առակը այդ խորը նայենք, ամփոփվում է այս մտորման, այս ընթացքի մեջ։ Իսկ այդպիսի որդու իրավիճակի մեջ մեր մարդկային կյանքի ընթացքում յուրաքանչյուր մեկս հայտնվել ենք, հայտնվում ենք եւ դեռ ապագայում հայտնվելու ենք։ Բայց հիշենք, այդ բանին չմոռանանք Աստծո հայրական սերը, որ հուսահատության վատ գիրկը չեն գնում։ Կարող է մեղքը այդքան վտանգավոր չլինի, ինչքան մեղքից հետո հուսահատության գիրք ընկնելը։ Տենց դեպքեր եղել են ու ճակատագրային են եղել։ Ինքնասպանության են հասել եւ եղել։ Մեղքից հետոյի այդ հուսահատության այդ վիճակն է, որ կարա լինի կորստյան։ Ուշ գտնել, զղջալ, գիտակցել, նա ինչպես է կատարում ընթացքում պրոցեսը։ Նա գիտակցում է, դա մեղք է։ Եթե մարդը չի գիտակցում, որ
Այսինչ քայլը մեղք է, այդ մարդուն որոշի բան չեն կարող ասել։ Եվ անիմաստ է կլինի ասել, որտեղ մարդը չի գիտակցում։ Իր համար դա սովորական նորմալ է։ Ինչպես որ հիմա է լեքսիկոնի մեջ մարդկանց դե դա նորմալ է։ Անախ պիտի գիտակցի, որ սա պետք չէ։ Պողոս Արաքյալի խոսքերն են շատ լավ։ Ինձ ամեն բան կարելի է, բայց ամեն բան չէ, որ օգտակար է։ Մեզ որևէ մեկից որևէ բան սահմանափակված չէ։ Ինչքան գերեզգուհին ունի կապուտ անձնագիր եւ իրավունքներ, այնքան էլ ես ունեմ կապուտ անձնագիր եւ իրավունքներ։ Բայց ամեն բանի մեջ կան բաներ, որոնք ես գտնում եմ, որ դա օգտակար չէ, եւ չեմ։ Փորձում եմ անեմ կամ չեմ անում։ Նախ այդ գիտակցումն է լինի, երկրորդ գիտակցեցի, որ դա մեղք է։ Շատ լավ, ինչ պիտի անեմ։ Պիտի ափսոսանք ապրել, զղջում կամ ափսոսանք։ Օրինակ, հիմա եթե իմ ձեռքի ժամացույցը, որ իմ սիրելի ընկերոջ ի խորոց սրտի սրտանց նվերն է ինձ, հանկարծ որ փչանա կամ ջարդվի, ես ինչ ապրում ունենամ։ Ցավ կապրեմ, չէ՞, ափսոսանք։ Այդ մեղքի գիտակցությունից հետո այդ process-ը պիտի ունենաս։ Այդ խի, որ ասում եմ։ Երկրորդ այդ գիտակցությունը եղավ խի, այդ ինչուի, այդ ափսոսանքի։ Այն դա էլ ասին, հետո ինչ պիտի անես։ Հետո պիտի ունենամ մի քահանա, որը ընկերա, մտերիմա, հարազատը, հայրը, որի հետ դեմ արդեն նստել եւ խոսել, զրուցել, խոստովանել։ Որ իշխանություն ունի մեղքը լսելու, հետո որոշի արձակումը եւ ոչ արձակումը։ Դա էլ գտանք քահանային դարձանք ընկեր, որ կարան լիարժեք այդ ազատ զրուցեն, խոսեցինք։ Այդ քահանան արդեն ինքն է որոշում, հա, հատուցում կամ ոչ հատուցում, արձակում տա կամ չտա կամ։ Ամենը եղավ արձակում վերջ։ Ժպիտով քայլել առաջ։ Բայց եթե մարդը այդ մեղքը գործել է, այդ չի գիտակցում, այդ մարդուն բան չունենք ասելու էլ, գիտակցում է, բայց այս երկրորդ, երրորդ process-ը չի կատարում, ես կարա տխուր, տրտունջ ամբողջ կյանքը կռացած այդ վիճակի մեջ քայլի։ Բայց այդ չեղավ ապրել։ Թթվածին շնչել, դեռ չի նշանակում ապրել։ Տարբերակ կա հեշտ ապրելու։ Հեշտ նկատի ունեմ հանգիստ ուրախ։ Եվ այս պահոց ընթացքը, որ շուտ է անցնում, շատ արագ է անցնում, արդեն երրորդ կիրակին ենք մոտենում։ Արի դա, չունեմ, այս կետերը, որոնք դու բարձրաձայնեցի, որ նաև ինձ մտորումն է եղել, այս ընթացքում ոչ միայն այստեղ եմ այսպիսի մտքեր արտահայտել, նաև եկեղեցում, որտեղ ծառայում եմ, մարդկանց մտորենք։ Այդ 3 կետերի վրա հիմնականում առանձնացրեցի 3 կետեր, կերակրի պահով։ Բուսական, բայց եթե հանկարծ մի բան եղավ վայ ույչ անել, շարունակ է process-ը։ Երկրորդը, ոգևոր առումով սրտի ներսի քննություն, այն որ ոմենակ դինես, ինքդ քո հետ, ասես, դու ես ես, այդ ինձ, դու ես ես, դու ինքդ քեզ, դու ես ես, այստեղ շատ կարևոր է, սիրելիներ, իրական անկեղծ ասելը, տեսնելը, ոչ թե տեսնես ասես, այն ինչ-որ մարդիկ են, հա, տեսել քո ասում քեզի, թե լավը, թե վատը, չէ, դու քեզ ասես, այ, Տեր մատատյա դու սուրճ ես խմում, օրինակ, ես սուրճը չուտեմ, մեղ չեմ ամարում, բայց սուրճը, բայց օրինակը բերեցի, անկես ասես քեզ, երբ որ դու քեզի անկես ասես, քո մեջ քեզի լսես, Աստվածը կլսի։ Դա երկրորդ կետը, հոգևորական, և երրորդը, հակա օնլայն կյանք եմ բովազանում, օնլայն կյանքից,
այս 48 օր հրաժարում։ Ընթերցանություն։ Դրա փոխարեն գիտեմ, ավետրան, նարեկ կամ տան անդամի հետ զրուցել։ Նենց լավ մարդիկ է բարձր, ասում ինտերնետը անջատվեց, տնեցիկ բարձր շատ լավ մարդիկ էին։ Յուրաքանչյուր մի մարդ գիրք է, սիրելի, ես տենց եմ կարծում։ Պետք է մարդուն կարդա, խոսել, ինքը քեզ կարդա, դու իրեն կարդաս։ Շփվել։ Բնականաբար, կյանքի ընթացքում հանդիպելու եք գրքերի մարդկանց տեսքով, որոնց միայն բովանդակություն եք կարդա կդնեք մի կողմ։ Մարդկանց կարած հանդիպեք, որոնք նախաբանը կրայեք ինչ վերնագրերը կարող դնեք մի կողմ։ Բայց գրքերը կան, որ սեղանին է և ամենօրյա ընթերցանություն է։ Այդպիսի մարդիկ կան, ինք շրջապատում կան։ Տնեցի։ Իմս երկու տունն է իմը։ Միակ փոքր տուն ունեմ տնեցիկս, այլ կին 3 զավակ, մի հատ մեծ տուն ունեմ, երեցին ընկերներ հավատացյալ բոլոր։ Վերջերս հարցազրույցի էի մի ամսագրում այդ հարցը, ասի իմ համար ասի շատ դժվար, ես երկու ընտանիք եմ պահում։ Մի հատ իմ տուն, որ ինքը ծնվել եմ, ապրել եմ, ամուսնացել եմ, զավակներ ունեմ, մի հատ էլ մեծ ընտանիք։ Իրապես, տատիկի օրինակ է, ես ամեն անգամ տատիկին տեսնում եմ եկեցում եմ, ուզոր ամեն տեղ իր տեղը որ կա, դու նկատում ես։ Մենք գնամ ես չկա մարդը, ասեն անանցան։ Հետո որ այսի տեսա դրա համար ասի ներկա բացակային կամ դա է շփումը մարդկանց հետ ավելի շատ մարդկանց հետ շփվելով առողջ մտքով մտածելակերպով խոսքով ամեն ինչով հա ավելի շատ գիտելիք ձեռք բերեք ոչ միայն մարդուն ճանաչեք այլ նաև ձեզ համար գիտելիք կլինի այդ օրինակս մի մոռացեք հիշել ձեր երիտասարդ տան անդամներին է փոխանցեք որ յուրաքանչյուր մեկ մարդ գիրք է պետք է կարդալ մարդ գրքեր կան դժվարությամբ ես կարդում փաստեք այդպիսի մարդիկ էլ կան որոնք դժվարությամբ ես ընտելանում մտերմանում գրքեր կան ունակ փոքրիկ իշխանը ազար անգամ կարդացել են կարդում մինչև մենք կարդում ենք եթե չեն կարող լինենք աստվածաշունչ գոնե լինենք փոքրիկ իշխանը որ շատ կարդան շատ շփվեն այս մեծ պարկի ընթացքում նաև դրա մասին մտորեք միայն ուտել չուտելը չմոտորենք որտեղ այս ընթացքում ամեն հավատացյալից եւ 10-ից 8-ը միայն այդ հարցն է լինում հիմնականում այս ինչը կերավ այս չկերավ բայց այսօր առիթ եմ կարան գոնե մի լավ ուտեմ ազատ կամքի դրսևորում դրա համար այսքանը խոսեցի որպեսզի մենք ասոցացնենք ավելի երկու են կարևոր կետերի մեջ իսկ մեծ եղբայրը հոր մոտ էր, չէ՞։ Ահա։ Եվ ասեց այն ամենը ինչ ունեմ քոնն է, հանգիստ եղիր։ Այս եղբայրը մեռած էր, կենդանացավ, կորած էր, գտնվեց։ Եվ այդ երկու բառերի մեջ մի ամբողջ գիրք կարող ես գրել, էլի շատ։ Կորած էր, գտնվեց, մեռած էր, կենդանացավ, չէ՞։ Մենք որ հեռանում ենք Աստծուց, եկեղեցուց, մեկս մեկից, մենք դάχտ կորում ենք։ Եվ ընկերներյան կորել ես չես երևում։ Որ այդ կորած վիճակի մեջ շատ ենք մնում, արդեն մեռնում ենք։ Այդ չեն հիշում ես։ Մարդ մեռնում այն ժամանակ, որ իրեն չես հիշում, իր համար չես աղոթում։ Այդ ժամանակ է մեռնում, չէ՞ մարդը։ Այդ երկու առակի մեջ այդ երկու բառերը շատ կարևոր են։ Կորած էր, գտնվեց, մեռած էր, եթե ես կորել եմ, մնացել եմ այդ կորածի մեջ, իմ բոլորիդ համար իմ ծանոթները մեռած գտնվեցի, եղա։ Երբ որ հետո հայտնվում է,
ասում են, կորել էի, գտնվեցիս, հետո որ շատ եմ շփում մի ժամ, էներգիա են տալիս, բացի ներս մը մեռած էր, կենթանացնինք հարություն տվին քեզ։ Նույն մարդը եղավ, ոնց որ მას ճանաչում էին։ Այդ նույն process-ն է։ Հոգին էր, երբ որ մեղքի մեջ է մտնում, նա կորում է, հետո մնում է մեռնում է, հետո Քրիստոս գտնում է հարություն է տալիս։ Եվ ում միջոցով մարդու միջոցով։ Աստված մարդու հետ խոսում է մարդկանց միջոցով։ Դուք կարող եք շրջապատում պատահական աշխատանքի վայրում, ծառայության վայրում, տանը, բակում, կամ մեկ անձ այդ պահին խոսքի մեջ մեկ բառ ասի ձեզ, կամ մեկ նախատեսություն, եւ դա ձեզ համար լինի ճակատագրային։ Այսինքն կյանքի համար ինձ հետ պատահել։ Ես գնացել եմ արվակարգի սքո, վարորդը որ ինձ ուղեկցել է, խոսքի, ինչ-որ միտք ասել, խոսասել ենք հետո ճանապարհին, այդ միտքը ես քարոտ այնտեղ որ խոսք եմ ասել, օգտագործել եմ։ Անծանոթ մարդ խոսքի զրույցի ժամանակ մի խոսք ասեց, 1000 խոսք է ասել, մեկը ընկալեցի դիպավ, վերցրեցի, օգտագործեցի մյուստերը։ Չպայեցի մենակ ինձ։ Եկեղեցի այս ընթացքում եկեղեցական արվակարգին մասնակցություն ունենալ։ Բնականաբար շատերը կասեն աշխատանքը, այո, աշխատանքը կարևոր է, բնականաբար, բայց փորձել այդ 7 գիտակիները, դա ոսկե շղթա է, ինչպես պատվիարքներ, այն գիրք ունի, մեծ պատիվ ոսկեին ոսկե շղթան, այդ շղթա է դա։ Ողա, մենք մեկը հանենք, շղթան թերի է։ Մեկը մեկին կապ, այդ ժամանակ տրամադրել, այդ հիմա դե քանի որ հաղորդություն չի բաշխում, ավելի կարճ է տևում ժամանակահատվածը պատարագի և պատարագին մասնակցել չհաշված դե արդեն այնտեղ մանավանդ ավագ շաբաթը ողջունվայի կարգը, աշխարհած արձակման կարգը, խավարման կարգը, ավագ ուրբաթը, այդ վերջի մեկ շաբաթը ավելի տրամադրել տնօրենների հետ լեզու գտնել, եթե աշխատանքի եք փորձել հասկանալ, որպեսզի այդ process-ի մեջ մասնակից լինի։ Մեկը կարող է ասել, այս շատ լավ Տեր, բայց իմ Աստված նաև իմ մեջ է, իմ տանն է, ես ինչ տեղում է Աստված ամենուրեք է, թեկուզ աշխատանքի վայրում։ Այո, Աստված ամենուրեք է, մեր մեջ է։ Բայց մի օրինակ բերեմ։ Աշխարհը ամենը ջրով է պատված, քիմիա է, մարդու մեջ, օրգանիզմի մեջ հեղուկը, ջուրը շատ է։ Եվ ես այստեղ կանգնած լինեմ և ծարավս կամ։ Եկուս իմ ներսում ջուրը շատ է, հեղուկ է, H2 մթնոլորտը, ամենը շրջապատը ջուրը, հեղուկ է։ Ես ծարավ եմ և կանգնած տեղս մնամ։ Իմ ծարավը կհագենա։ Ինչ պիտան, դիգնամ աղբյուրի մոտ, ակունքի աղբյուրի մոտ, ծորանի մոտ, և ջուրը վերցնեմ խմնեմ, որ ծարավս հագենա։ Այո, Աստված ամենուրեք է, մեր մեջ է, ամեն տեղ է, բայց երբ որ մես Աստծու հետ հանդիպես և հագենաս, դու գնաս աղբյուրը։ Եկեղեցին, որտեղ որ բազմած է Աստված ինձ ինքը, Ղուրանը Սուրբ Սերանը։ Դա է այն մարդկանց մտքին մտորում, որ կնասում է, ինչ պարտադիր է լինեմ եկեղեցում, Աստված իմ մեջ է և ամենուրեք է։ Աստված մեր մեջ է ամենուրեք է։ Այո։ Դավիթ մարգարեն է ասում, միջադժող այնտեղ է, չէ՞։ Բայց եթե ուզում ես ծարավը հագեցնես, դի գնաս աղբյուր։ Իսկ Աստծո աղբյուրը երկրի վրա եկեղեցին է, դեպի խորհրդավոր մարմինն է։ Եթե չեմ սխալվում, Կիպրանոս Կարթագենացին է այս խոսքերն ասել, առանց եկեղեցու չկա փրկություն, քրիստոնեություն, այդ շուտի մոտեցումն է։ Եկեղեցին այդ խումը, մեկը մեկի շփումը,
Համայն շփում։ Մեկուսացումը լավ չէ։ Աստված մեկ է։ Բայց ինքն է երեք անձ է։ Ինչքան էլ ասես ես մենակ կարող եմ, բայց երկրորդը, չորրորդը չի խանգարի։ Շփման մեջ։ Որտեղ մարդիկ կան, որ հոգեպես ստրեսի մեջ են լինում կամ մտորումների մեջ են լինում, խնդիր լինում, այդ մենակությունն էլ մի կողմից է գումարվում եւ խնդիր է ծագում։ Այս ու մեկը լինի խոսա ուղղորդի ասի արի, այս ինչ բան ունա, այս ինչ մարդու մոտ կամ այս ինչ հոգեկան կամ այս ինչ վիճակը, մի տեսակի լավ է ասում, թեթևանում է, մտածել որ մենակ չէ։ Մենակությունը ձեր աշկերից հասկացա, լավ չէ։ Ադամը չէ մենակ էր Ադամը։ Ադամը մենակ էր, տխրեց, ինձ տվեց Եվային։ Չէ։ Ադամը մենակ չէր, Ադամը Աստծո հետ էր։ Բա ինչի տխրեց։ Որտեղ իրեն նմանին էր ուզում տեսնել։ Ժողովուրդը լավ խոսք ունի, նմանը նմանին գտնում է։ Ինչպես կգտնի։ Այո, Ասում ես գտել։ Արդեն մենակ չես։ այո, Աստծո հետ, մարդկանց հետ, շփման հետ։ Քանի կարող եք շփվեք։ Որտեղ կգա ժամանակ, որ կուզենաք, բայց արդեն ֆիզիկապես կամ հեռավորության վրա, կամ այդ մարդը կարայք չլինի, պահը, վարյանը օգտագործել։ Մարդիկ ասում են ժամանակը կգա, կհանդիպենք խոսենք այսօր կամ վաղը։ Ժամանակը չի գալի, հակառակ ժամանակը գնում է։ Օրինակ մտածել եք, այսօր այս մարդը դեր մտքով անցել է, հա։ Հերաձայն եք, գնացեք տեսեք։ Հերաձայն եք, տեսեք, խոսեք։ Նամանավանդ ովքեր նեղացած են։ Այո, մեզ պարքի ընթացքն է։ Ներիր ու ներկես։ Մի դատի, ու չդատվես։ Շատ հեշտ է։ Քրիստոնեական կյանքը, երբ որ դու մարդ ուզում է այդ վիճակի մեջ, շատ հեշտ է։ Պետք է ծանրացնել։ Բարդ աստվածաբանություն, վարդապետական հարցեր չպետք են, որ կարողանաս Շփում։ Շփում։ Այդ շփման մեջ գումարում ենք ամբողջացնում։ Մարդ Աստված հարաբերություն, մարդ ինքն իր հետ հարաբերություն, մարդ իմացի հետ հարաբերություն։ Եռանկյուն։ Այդ եռանկյունին եթե հավասարակողմ է, շատ լավ է։ Բայց եթե սուր է, գոնե վերևը շատ են, դեպի Աստված շատ են։ Բայց հավասարակողմ ավելի գեղեցիկ կնայում, չէ՞։ Նիկո է։ Բաղը ներկա բացակայում անում։ Շատ լավ, թեմային վերաբերյալ հարցեր կան մարդը։ Սիրում են բոլորը միայն այն մարդուն, ում այդովա իր պանիխիդան է, հոգյանության կար։ Միայն պանիխիդային ով եկավ, լավ խոսքեր ասելու, սա սիրում են։ Բայց քանի որ մենք ողջ ենք, ապրում ենք դեռ մեր հաշ չենք, եւ նաեւ որպես մարդ կարանք նաեւ սայթակենք, տկարանանք, մարդկային է։ Սայթակելը մարդկային է։ Չունենք։ Պետք է նա հենց ոնց են։ Փոքր ժամանակ երբ որ բակում ընկնում ենք ծնների վրա, ցավից ցավում է, բայց հետնում ենք, թափ ենք տա։ Տենում ենք անում շորը թափ ենք տալիս, զսվում ենք ինչի համար։ Ու մաման չտենա։ Ընկանք։ Բայց մաման տենում էր վերքերը, չէ՞, հետո մշակում էր յոդով, բետազին, չէ՞ ճիշտ եմ ասում։ Բայց առաջի process-ը որ անում ենք, վախենում ենք։ թափերալի ու նույն մարդ Աստված հարաբերության մեջ է։
Նույն։ Մեղը գործեցիր, ինչ ես անում։ Մեկ քեզ դեմ տեր ասված է ինչ, ես ինչ անում, ոնց անում։ Բայց դա կա հələ ներսը։ Հետո որ Աստված գալիս է որպես ծնող ներսը դուգումա, յոդը տեր ամենը տալիս է եկեղեցու միջնորդության, հոգեորականի միջնորդության։ Այս օրինակը վերեցի ավելի կենցաղային, որպեսզի ավելի հասկանալի լինի։ Հենց կընկնեք թափթող վրաս, հետո գնացեք բուժման։ Ուրիշ Տացելոս, Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա և օրտնյա, Հայաստան Արցախ աշխարհս, եկեղեցիս հայոց և ասկացյալ հավատավոր զավակունքը ընտանիքս Սուրյան, Ծնթովանյա սուրբ և պատվական խաչի վտքովի խաղաղության, փրկյա և ազատյա, երևելի և հանգելևույթ թշնամույթ, արժանավորյա գոհության փառավորել, ըստ քեզ ընթոր և ընսրբոքույ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն, օրտնյա երել իշնորասուրբ ոգույն, երթայքի խաղաղություն, և Տեր Հիսուս Քրիստոս եղիցի ընձեզ և ընդամենեսյանս ամեն։ Շնորհակալ հրավերքի համար օնլայն կյանքից հրաժարվում։ Հուսով եմ, որ